Վարորդների նկատմամբ վերահսկողությունը կլինի ավելի խիստ։ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ընթացքում ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտարարել է, որ տուգանվելու են այն վարորդները, ովքեր մեքենա վարելիս կխոսեն հեռախոսով կամ կզբաղվեն հաղորդագրությամբ։ Փոխնախարարի խոսքով նախաձեռնության նպատակն է բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը եւ նվազեցնել վթարների ռիսկերը, քանի որ վարելիս հեռախոսից օգտվելը շարունակում է մնալ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը։ Բարեկային ծառայության աշխատակիցները իրավունք կստանան տեսանկարահանել մեքենայի սրահը։ Առաջիկայում կսկսենք նաև տրանսպորտային միջոցի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է հեռախոսը, եւ ունենք համապատասխան հիմա տեխնիկապես հագեցված բարեկային, այսպես տրանսպորտային միջոց, որը կգործարկենք, կարծում եմ, այս տարի, որը 360 աստիճան նկարահանելու է տրանսպորտային միջոցները եւ ասեմ նաեւ, որ 19000 հեռախոս օգտագործելու դեպքեր են արձանագրել, անցած տարի շուրջ 40000 նման դեպք են ունեցել։ Ակնկալվում է, որ վերահսկողության նոր մեխանիզմները կօգնեն ավելի արդյունավետ արձանագրել խախտումները եւ նպաստել վարորդական կարգապահության բարձրացմանը։ Գայանե Հովհաննիսյան, այսօր։